Ֆիլմեր, գրքեր ու մի շարք միջոցառումներ։ Շատերը բարձրաձայնում են ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար խոստացված մի շարք նախագծեր արդեն իսկ ձախողվել են։ Արդեն իսկ չի տարկում թե մշակույթի նախարարությունը ինչ անում, որովհետև ինքը արդեն ինչ էլ որ անի ուշացել է։ Բացթողումներն արդեն իսկ շատ են 100-ամյակին հավուր պատշաճի պատրաստվելու համար։ Փորձում են քննադատել մեկ ուրիշներին, որ չեն հավատում իրենց մաքսիմալիստական ծրարին։ Քիչ ժամանակ է մնացել եւ պետք է ամբողջ ուժերը լարել, որպեսզի ամեն ինչ հասցնենք։ Որոնք են մեր բացթողումներն ու թերություններն այս հարցում եւ ինչպես է պատրաստվում ցեղասպանության 100-ամյակին հայ առաքելական եկեղեցին։ Փոխվել են ժամանակները, բայց չի փոխվել պարտքով ու վարկով ապրելու տարբերակը։ Այն ժամանակ 24% էր։ 24% է։ 20%-ից ավել իհարկե ոչ։ Որտեղ փնտրել թաքնված տոկոսները։ 40% ու են տալի։ 5000 դրամ, 10000 դրամ, ոչ թե 30-40% բանալու։ 30%-ի հասնել 15%-անոց վարկը չեմ պատկերացնում։ Դա կոչվում է տարեկան փաստացի տոկոսադրույք։ Վարկերի տոկոսադրույքները տարիների ընթացքում ճիշտ է նվազել են, բայց այնտեղ էլ կան թաքնված ռիսկեր։ Հայաստանի ստորերկրյա ջրերն ու խնդիրները ինչ վտանգների առաջ է Արարատյան Արտեզյան ավազանը։ Արարատյան դաշտը գտնվում է շատ ծանր վիճակում, իսկապես հողը չորանում եւ որակը փոխում են։ Համարյա կրկնակի ջուր է վերցվել, քան նորմալ թույլ է տալիս։ Մարդիկ լքում են իրենց գյուղերը, բնակավայրերը մի պայմանով, դա ջրի պակասն է։ Արտիզանից խողովակներ միացրել տարել են իրանց հայատներ, Փարիզ պատել են, որ ժողովուրդ չտենան, առանց թույլատվությամբ։ Ովքեր են դժում ստորգետնյա ջրերի պակասելու պատճառով եւ ովքեր են մեղավոր։ Եթե ցանկանում ես մի թեմայի մասին, որքան հնարավոր է շատ մարդ խոսի, ապա ֆիլմ նկարահանիր դրա վերաբերյալ։ Բոլոր գրված ու չգրված կանոններով ֆիլմը համարվում է քարոզչության լավագույն տարբերակներից մեկը։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերի լայն ընտրանի, սակայն ցավոք դեռ չկա։ Արամ, Արարատ, արտույտների ագարակ, հոգիների աճուրդ, ճչացողներ եւ ամենահայտնին՝ Մայրիկ ու Վերջ։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուրջ ֆիլմերի մասին երկար խոսել հնարավոր չէ։ Նկատենք նաև, որ այս թեման արծարծող հայտնի կինոնկարների ստեղծման ոչ նախաձեռնությունն է Հայաստանին է, ոչ էլ արտադրությունը։ Մեդիեղեռնի 100-ամյակը պատեհ առիթ էր սեփական ցավի մասին, սեփական արտադրության կինոպատումների բացը լրացնելու համար։ 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող ծրագրերի շրջանակում ֆիլմ նկարահանելու հարցը բազմիցս է բարձրացվել։ Հենց այդ քննարկումներն էլ սցենարիստներին ու ռեժիսորներին հույս ներշնչեցին, որ պետական միջոցներ կհատկացվեն այս նպատակի համար։ Անցած տարի Ոսկե ծիրանին ներկայացված ցեղասպանության վերաբերյալ մի շարք կինոնախագծերից 6-ը հավանության արժանացան։ Դրանք ներկայացրին ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովի դատին։ Նախագծերից շատերին ծանոթ է նաև կինոկենտրոնը, բայց դրանցից որն ի վերջո կէկրանավորվի կամ ընդհանրապես կէկրանավորվի թե ոչ, դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Ֆիլմը կոչվում է Հարդենբերգի վկաները։ Հարդենբերգի վկաները ֆիլմի նախագիծը հավանության արժանացածներից մեկն է։ Հարություն Հարությունյանը սցենարի հեղինակն է։ Նախագծի վրա աշխատել է 5 տարի։ Հիմքում նոր որակ ու գաղափարախոսություն է դրել։ Գլխավոր նպատակը լաց ու կոծից հեռանալն է եղել։ 100 տարի մենք լացում ենք, որ մեզ կոտորել են, որ մեզ փրթել են, որ մեզ ջարդել են։ Մենք ինչ-որ զոհի տեսակ ենք դարձել, հա, որ մենք սիրում ենք, երբ որ ասում են, որ մեզ մորթեցին, մեզ բռնաբարեցին, մեզ չգիտեմ, եւ այս ֆիլմով ես ուզում եմ ցույց տալ, որ չէ, այս ֆիլմով ուզում եմ ցույց տալ, որ նաեւ կա պայքար, նաեւ կա պահանջատիրություն, նաեւ կա չարի պատասխան տալու ժամանակը գալիս է։ Սցենարիստը նկատում է, բոլորը, այդ թվում եւ մշակույթի նախարարությունը Հարդենբերգի վկաները համարել են նկարահանման արժանի ֆիլմ։ Այն էկրանավորելու համար հարկավոր է կլորիկ գումար, նախնական հաշվարկով մոտ $5 միլիոն, որ պետությունն այդքան գումար տրամադրել չի կարող, Հարություն Հարությունյանը լավ գիտի, ակնկալում էին մասնակի աջակցություն, բայց դրա հույսն էլ է մարել։ 2015-ը մոտենում է ու պատասխանատու կառույցից դեռ ձայն չկա։ Արդեն իսկ չի տարկում թե մշակույթի նախարարությունը ինչ անում, որովհետև ինքը արդեն ինչ էլ որ անի ուշացել է։ Ոչինչ էլ չի արել այսքան ժամանակ։ Լուրջ ֆիլմ նկարելու համար հիմա ֆիլմը պետք է արդեն հետ արտադրական փուլում լիներ, այսինքն նկարահանումները պետք է վերջացած լինեին, ֆիլմը պետք է արդեն մոնտաժի, չգիտեմ, մեծ մասը վերջացած պետք է լիներ։ Մեզ թվում է, որ մենք պետք է մինչև ապրիլի 24-ը 2015 թվականի ամեն ինչ ստեղծենք, գրենք, անենք, հետո էլ ինչ ենք անելու։
Այսինքն, երբ մենք խոսում ենք ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ ծրագրերի մասին, դա պետք է հասունանա, ստացվի, ձևավորվի, նկարահանվի եւ մենք խնդիր չունենք, որ դա պետք է անպայման հասցնենք այդ օրվան։ Մշակույթի նախարարությունում փաստորեն չեն շտապում եւ դեռ սպասում են, մինչեւ ֆիլմ նկարահանելու պահը հասունանա։ Թե ինչ է անում այդ գերատեսչությունը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթառաջ եւ ինչ ճակատագրերի են արժանանալու հավանության արժանացած ֆիլմերի նախագծերը իմանալ չհաջողվեց։ Մեր հարցերի պատասխանները մշակույթի նախարարությունում դեռ հասունանում են։ Ես չեմ զարմանա, որ 100-ամյակի մշակութային ձեռնարկը լինի, ասենք, շարքային մի ձեռնարկ, չգիտեմ, ամենավատ կատարմամբ։ Թե ինչպիսի կատարմամբ ինչ ձեռնարկ կյանքի կկոչվի մինչև ցեղասպանության 100-ամյա տարելիցը մարտի սկզբին տված ասուլիսում Հասմիկ Պողոսյանը խոստացավ ներկայացնել կարճ ժամանակ անց։ 2 ամիս է արդեն անցել, մինչդեռ նախարարությունը խոսել դեռ չի պատրաստվում։ Միայն հայտնի է, որ առանց հայկական կողմի միջամտության արտասահմանում նկարահանվել է օտարերկրացի ռեժիսորների 2 ֆիլմ, որ դրանց կողքին 2015-ին մեր արտադրանքն էլ չի հասցնի հայտնվել, Հարություն Հարությունյանը համոզված է։ Եթե հիմա նույնիսկ սկսվի որևէ ֆիլմ նկարահանվել, 100-ամյակին այդ ֆիլմը պատրաստ չի լինի։ Կամ պատրաստ կլինի, գիտեք ոնց, սերիալի մակարդակով։ Լավագույն դեպքում։ Մենք այս հարցում արդեն ուշացել ենք, մենք այս հարցում ձախողել ենք, եթե կար նպատակ ունենալ ֆիլմ։ Որը որ ես գիտեմ, որ արդեն նկարահանվում է, հասնելու է անշուշտ։ Նորից եմ ասում, եթե դա լինի 16-ին է, ոչ մի սարսափելի բան չի լինելու։ 100-ամյակ 100 տարին մեկ է լինում։ Հիշեցնում են արվեստագետներն ու առավել մեծ թերահավատությամբ վերաբերվում 2015-ից հետո իրականացվելիք ծրագրերին։ Ու չնայած մինչև վերջին ասուլիսը Հասմիկ Պողոսյանը հորդորում էր սպասել ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովի վճռին, սակայն հանձնաժողովի անդամ Կիրո Մանոյանը խորհուրդ է տալիս մեծ ակնկալիքներ չունենալ դրանից։ Կա պատկերացում, որ պետական հանձնաժողովը գինոյը պիտի հովանավորի։ Այդպիսի ակնկալիքներ կային, մարտի քաղաքին գինո ծրագրեր, նախագծեր են ներկայացրել։ Ո՞վ պիտի այսպես ասած։ Ինչու պետք է դա պետական լինի։ Ես առանց պետական միջամտության արդեն 2-3 հատ գինո նկարահանվում է մասնավորի միջոցներով եւ ոչ միայն Հայաստանում։ Բայց ինչու է պետությունը հույսով արել, որ ես կֆինանսավորեմ։ Պետությունը դեսպան չի ասել, մարդիկ իրենք դիմում են արել։ Ոչ մի տեղ չի ասված, որ մենք կինո կհովանավորենք։ Մենք այսօր պատրաստում ենք մյուս տարի բոլոր մշակույթի ոլորտներում, ճյուղերում անցկացնել համաժողովներ, որտեղ կներգրավենք այն բոլոր արվեստագետներին, որոնք մասնավորապես կինոարվեստում են մասնակցել նմանատիպ ծրագրերին, կերպ արվեստում, ուրեմն գրահրատարակչության մեջ եւ այլն։ Եթե չկա անգործության մատնված այս ոլորտը, ոչինչ չի արել, հա, ավելին ասեմ, մշակույթի նախարարությունը իմ կարծիքով, ինչ որ ես հետևում եմ, ինչից որ ես տեղյակ եմ, այս հարցում այնպես է թերացել, որ ոչ մի տեսակի ներման արժանի չի։ Մինչև հիմա ոչ մի полнометражный кино о геноциде армянском нету. Это огромные деньги. Դա մեծ ֆինանսների հետ է կապված, միանշանակ։ Հայաստանն այն չունի, բայց ոչինչ, դրա համար հարկավոր է իջնել ջիփերից եւ նստել ավելի համեստ ավտոմեքենաների ղեկին։ Այդ կերպ գումար կհայտնվի։ Ամեն ինչ ֆինանսի հետ կապել ու դրանով արդարացնել անգործությունը Հայաստանում հրեական համայնքի ղեկավարի համար անընդունելի է։ Ռիմա Վարժապետյանը պնդում է, հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված աշխատանքներում պետք է առավել ակտիվ լինել եւ մեծ ներդրումներ կատարել։ Հուշում է անգամ, թե ինչպես է հնարավոր խնայողություններ անել։ Если строят или что-то делают, это делается один раз. Կառուցապատումը պետք է կատարել մեկ անգամ եւ որակյալ։ Հայաստանում այդպես չէ։ Վառօրինակը Հյուսիսային Պողոտան է, որ դարձյալ վերակառուցում են։ Այստեղ նույն փողոցն ասֆալտապատում են 1, 2, 3 անգամ ու այսպես շարունակ։ Այս սա որ չլիներ, հաստատ գումար էլ կլիներ։ Հենց այդ գումարները պետք է ներդնել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, ֆիլմեր նկարահանել, լայնածավալ գրահրատարակություն իրականացնել, մեծ միջոցառումներ կազմակերպել։ Ինչ վերաբերում է ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովին, Ռիմա Վարժապետյանի համոզմամբ քաղաքական կուսակցությունների ու նախարարությունների ներկայացուցիչներից բացի դրանում ընդգրկել էր պետք շահագրգիռ այլ կողմերի ևս։ Они не понимают, что в наших руках
Նրանք չեն հասկանում, որ մենք նույնպես շատ բան կարող ենք անել, կարող ենք համախմբվել, ուժ դառնալ։ Այդ հանձնաժողովում կոնֆետներ, թխվածքաբլիթներ չեն բաժանում, գումար չեն տալիս։ Ինձ համար օրինակ դա կլիներ ավելորդ բեռ, բայց որ ընդգրկեին ինձ, մեր ազգային փորձով, խորհուրդներով կարծում եմ կկարողանայի օգտակար լինել։ Դա շատ կարևոր է։ Մարդիկ ստեղծել են երևակայական որոշակի աշխարհ, հավատում են իրենց մաքսիմալիստական ծրագրերին եւ փորձում են քննադատել մեկ ուրիշներին, որ չեն հավատում իրենց մաքսիմալիստական ծրագրերին։ Մենք պետք է այսօր փորձենք ամփոփենք այն ամեն ինչ կա եւ հասկանանք, թե բացերը մեր որտեղ են։ Մշակույթի նախարարությունը խոստանում է անել հնարավորը, որ ցեղասպանության թեմայի վերաբերյալ բազմալեզու գրականություն լինի։ Մինչև տարեվերջ ցեղասպանությանը վերաբերող մոտ 10 անուն գործ են դնելու ընթերցողի սեղանին։ Հիմնական աշխատանքը սակայն նախատեսել են իրագործել հենց 2015-ին։ Թե ինչ գործեր կլինեն, դրանք դարձյալ ընտրելու է պետական հանձնաժողովը։ Մարդկության ուղեղին գիտակցանը պիտի հասցվի։ Հայոց ցեղասպանությանը մարդկության կյանքում իր չափերով աննախադեպ ողբերգություններ։ Մենք ուզում ենք, որ հայրամիակը լինի առիթ մեր իրավունքների եւ հատուցման խնդիրների եւ բանաձևման եւ այդ բանաձևման շուրջ համահայկական համախոհություն ձևավորելու։ Действительно упущено։ Բացթողումներն արդեն իսկ շատ են 100-ամյակին հավուր պատշաճի պատրաստվելու համար, բայց ամեն բան հնարավոր է փրկել։ Ամեն ինչ անել է պետք արդյունքում, եթե 10 երկիր էլ ճանաչի հայոց ցեղասպանությունը, դա արդեն մեծ նվաճում կարելի է համարել։ Բոլորը ուզում են մաքսիմալ ինչ-որ մի բան, ուզում են արտառոց ինչ-որ մի բան արել մեկ հետ կապված։ Սա հոգեբանական խնդիր է։ Բայց երբ որ մի սառը դատողությամբ ենք նայում, այսինքն իրատեսորեն ենք նայում իրավիճակին, որևէ խոճապի մատնելու խնդիր ես այստեղ չեմ տեսնում։ Մենք ինչ մաքսիմալ ծրագրեր այսօր կարող ենք դնել, երբ որ աշխարհում տեսեք ինչքան արագ են ընթանում զարգացումները, ինչքան արագ են փոխում կարգավիճակները։ Нужно, чтобы работать с этим։ Տարբեր երկրների ինտելեկտուալ զանգվածների հետ է անհրաժեշտ աշխատել։ Համենայն դեպս հрьяաներն այդպես են անում։ Թիրախը պետք է լինեն նրանք, ովքեր դեռ չեն ընդունում իրողությունը։ Իսկ Հայաստանում հիմնական աշխատանքը տարվում է ներսում կամ դրսի հայերի շրջանում։ Նոր շրջանակներ է պետք ընդգրկել։ Եթե ցանկանում ենք նույն հрьяաները պաստառներով դուրս գան փողոց ու իրենց իշխանություններից պահանջեն հաշվի նստել հայոց ցեղասպանության իրողության հետ, ապա պետք է աշխատել նրանց հետ։ Եթե կա քննադատություն, որը կոնստրուկտիվ է, մենք պատրաստ ենք ընդունել չկատարված աշխատանքի, թերի կատարված աշխատանքի համար, բայց մինչ օրս ես լսել եմ միայն մի կարծիք, որ չի արվում այն կամ թիրախին չի հարվածում, այդ մարդկանց ես չեմ տեսել ընդհանրապես թանգարանում։ Արված ու չարված աշխատանքները քննարկելու փոխարեն անհրաժեշտ է համախմբել ուժերն ու հանդես գալ մեկ ընդհանուր ճակատով։ Հայ առաքելական եկեղեցին հանդուրժողականության ու միասնականության կոչ է անում։ Քիչ ժամանակ է մնացել եւ պետք է ամբողջ ուժերը լարել, որպեսզի ամեն ինչ հասցնենք։ Խաչքար 1915 թվականի ապրիլյան Եղեռնի հայ նահատակների հիշատակին։ Ինչպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Բաքում տեղակայված այս հուշակոթողի շուրջ, այնպես էլ հենց Մայրաթորում ու ընդհանրապես ամբողջ աշխարհում մեր եկեղեցու անելիքները քիչ չեն։ Մոտ 1 դար առաջ տեղի ունեցած ոչրագործությունը դատապարտելուն միտված աշխատանքներին եկեղեցին արդեն իսկ պատրաստվում է։ Այն, որ վեհափառն ընդգրկված է պետական հանձնաժողովում, մի հարց է, եկեղեցու ծրագրերը մեկ այլ։ Մայրաթորն ունի 100-ամյակի միջոցառումների առանձին հանձնախումբ, որը գործում է 2013 թվականից։ Եկեղեցին եւս իր հիմնական ծրագրերը նախատեսել է իրագործել գալիք տարում։ Զոհվածների մեջ մենք ունեցանք նաեւ հավատքի համար նահատակված հայորդիկ։ Ուրեմն այս անձանց սրբադասման արարողությունը պիտի լինի 2015 թվականին։ Սրանից բացի, անշուշտ 2015-ին տարով էլ արդեն համընկնում է 7-րդ տարին, մեռոնորնքի արարողություն պիտի լինի։ Սրանից բացի նախատեսված են նաև միջեկեղեցական համաժողովներ, կլինեն եկեղեցու պետերի հանդիպումներ, հիշատակի ու ոգեկոչման արարողություններ, երիտասարդական հավաքներ, աշխարհի եկեղեցական թևերի անդամների ներգրավմամբ։ Ծրագրված են նաև վեհափառի հանդիպումներն աշխարհի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ամեն կերպ փորձելու ենք կենտրոնացնել թե Հայաստանում եւ թե դրսում իրադարձությունները ցեղասպանության զոհերի մասին, զոհերի հիշատակի շուրջ։ Մայրաթորը նաև հրատարակությունների շարք է նախաձեռնել։ Ալբոմների, Կոմիտասի անվան հուշամատյանի պատրաստում ու մի շարք ուշագրավ փաստաթղթերի ու գրականության վերահրատարակություն։ Մեծ իրադարձություններից առանձնացնում են նաև սրբադասման կարգը։ Տարբեր քննությունների փուլ է անցնում այդ հարցը, որ հստակ պարզ լինի ով է սուրբ,
ով կարող է սրբադասվել, ով չի կարող սրբադասվել։ Նույն կերպ ցեղասպանության զոհերի հետ կապված 1.5 միլիոն, որ զոհվեցին, անշուշտ 1.5 միլիոնն էլ սուրբ չեն։ Սրբադասման անհրաժեշտ անվանացանկը կազմելու ուղղությամբ արդեն իսկ աշխատում են ու չեն մոռացել նաև հայերի կրած նյութական վնասների մասին։ Մայրաթորը նաև հրատարակության է պատրաստվում հանձնել Արևմտյան Հայաստանում ունեցած տարբեր կալվածքների եկեղեցիներ, չգիտեմ, տարբեր կալվածքների վավերագրերը, բնօրինակները, հա, եւ եթե 2015 թվականին մենք սա հասցնենք հրատարակել, բնականաբար այդքանով չպիտի սահմանափակվեն։ Այն ավելի ուշ կթարգմանեն տարբեր լեզուներով ու կզբաղվեն այդ վավերագրությունների հանրայնացմամբ։ Սա ըստամենայնի 100-ամյա տարելիցից հետո արդեն, մինչև 2015-ի ապրիլի 24-ն առավելագույն աշխատանք կատարելը կարևորում են, մեկդարյա տարելիցի կազմակերպչական աշխատանքները ստանձնած բոլոր օղակներում, սակայն հորդորում այդ ամսաթիվը վերջնաժամկետ չընկալել։ Այս տարելիցը մենք չենք նայում իբրև ավարտական փուլ։ Ամեն ինչ 2015-ով չի վերջանալու, ընդհանրապես պետք է որոշ քայլեր ձեռնարկել 2015-ին, որոնք շարունակություն ունենան։ 101-ը սկիզբ է։ Սկիզբ է նոր աշխատանքի, սկիզբ է համադրված նոր աշխատանքի, սկիզբ է նաև վերահաշվարկ կատարելու, հետադարձ նայելու որտեղ ենք թերացել։ 2015 թվականը մեզ համար խորհրդանշական է 100-րդ տարին լինելու առումով, բայց ինքը մի նոր գործընթացի սկիզբ է, ուրեմն այսպես պետք է մոտենալ այս թվականին։ Մինչև մենք թեկուզ հստակ, բայց բավականին դանդաղ քայլերով պատրաստվում ենք ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ընթացքում Թուրքիան ձեռքերը ծալած չի նստել։ Նրանք հսկայական բյուջեներով խեղաթյուրված տեղեկատվությամբ ֆիլմեր են նկարահանում, մեծ բացական նշանակած երկրներում հակահայ քարոզչություններ իրականացնում։ Ու սա դեռ ամենը չէ, հայաստանյան ծրագրերն ստվերելու նպատակով արդեն իսկ հայտնի է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիան մեծ շուկով պատրաստվում է նշել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված մեծ միջոցառումը։ Միջոցառումներ, տարբեր ծրագրեր իրագործելու համար գումար է պետք, ապրելու համար եւս, իսկ երբ այն չկա, օգնության են հասնում բանկերն ու վարկային կազմակերպությունները։ Վարկավորումը ինքը բավականին հարմարավետ գործիք է կյանքի բարելավման համար։ Դրա լավը ո՞րն է, որ ընտանիքից սոված թողես հետած վարկ դերսես։ Լավ է։ Բանկից փոխվեց սոված մարդուն էլ կասի որ Շատերը ասենք վարձակալությամբ են բնակվում, դրա փոխարեն իրենք կարող են այդ վարձի փոխարեն վճարել բանկերին մասնակի եւ ձեռք բերել իրենց համար այդ հիմնական բնակարանը, որը ապագայում կլինի իրենցը։ Գեղեցիկ կյանք թե ճիտին պարտք, բանկերն ու վարկային կազմակերպությունները ընտրության լայն հնարավորություն են տալիս այսօր։ Փոխվել են ժամանակները, բայց չի փոխվել պարտքով ու վարկով ապրելու տարբերակը։ Միայն թե հիմա երկար մտածում են ոչ թե որ բարեկամից պարտքով գումար վերցնել կամ ինչ ծանոթ գտնել, որ տոկոսով փող տա, այլ թե որ բանկից օգտվել։ Հիմա վարկով նույնիսկ հանգստավայր են մեկնում, բուժվում, տարատեսակ կենցաղային տեխնիկա ձեռք բերում, մինչև իսկ տուն գնում։ Ամեն ինչ կախված է աշխատանքից, վաստակած գումարից ու վարկային պատմությունից։ Ունենք թոշակառուների համար նախատեսված վարկեր, գյուղատնտեսական վարկեր, ուսանողական վարկեր, բնականon ձեռքբերողների համար վարկատեսակ, ավտոմեքենա ձեռքբերողների համար վարկատեսակ։ Վերցրեցի որպես հիպոթեկային վարկ տուն գնելու նպատակով այդ 2004 թվականին։ Սամվել Մայլյանի առաջին վարկն էր, բայց ոչ վերջինը։ 10 տարվա մեջ նա բազմից է դիմել բանկերի օգնությանը։ Մեկ հիպոթեկով տուն է գնել, մյուս անգամ բիզնեսի համար գումար վերցրել կամ էլ սպառողական վարկ ձևակերպել։ Այն ժամանակ 24% էր տարեկան ու 5 տարով վերցրեցի $10,000։ Ահագին հիչելա հիպոթեկայինը կասեի։ Հիմնական ասենք սպառողական վարկերը էլի մնացել է նույն 24%-ը։ Սպառողական վարկերի տոկոսադրույքներն ինչ խոսք բարձր են, սակայն բանկում ամեն բան ունի հստակ բացատրություն։ Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն իր երկարամյա փորձով է ամոզվել։ Սպառողական վարկերի բարձր տոկոսների պատճառներից մեկն էլ բարձր ռիսկն է։ Առանձնապես մանրակրկիտ ուսումնասիրություն վարկի վերադարձնելիության հետ կապված չի կատարվում։ Համար ռիսկը շատ է, բնական է մի 1.5-2% էլ պետք է դնեն, ավելացնեն, որպեսզի տեսնեն ինչ։ Բայց 20%-ից ավել իհարկե ոչ։ Դա երկրի տնտեսական, ֆինանսական հնարավորություններից բխող հարց է։ Ճիշտ է, 24% է։ Ժողովուրդը գնում են պիտանիա իրանց այն պայմանով, իրանց դրած պայմանները, որ նա չի արթնում,
աշխատավարձ ունես թե չունես։ Միգուցե Հայաստանի Հանրապետությունում, ինչպես որ ազգաբնակչությունը կարծում է, որ տոկոսադրույքները վարկերի բարձր են սահմանվում, բայց դե իհարկե մեր շուկան է թելադրում եւ հատկապես ժամկետային ավանների տոկոսադրույքները։ Բանկեր կան, որոնք որ առաջարկում են 13, 14, 14.5% ավանդներ։ Ավանդների տոկոսաչափը մեր երկրում բարձր է եւ ըստ մասնագետների բազմաթիվ մարդկանց համար այն եկամտի աղբյուր է։ Բանկերն այդ խոշոր գումարները վերցնում են բարձր տոկոսներով ու դնում շրջանառության մեջ ավելի բարձր տոկոսադրույքով։ Արտասահմանյան երկրներում դա այդպես չի, դա պարզապես բանկերում իրենց միջոցները խնայելու համար է, ոչ թե եկամուտ ստանալու համար եւ այնտեղ շատ ցածր են սահմանված, որից էլ եւ հետեւում է, որ վարկերի տոկոսադրույքները այնտեղ ավելի ցածր են։ Եթե նկատի ունենք զարգացած երկրները, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, զարգացած կապիտալիստական երկրները, ապա բնական է այնտեղ ավանդների տոկոսադրույքները 4-5%-ից ավել չեն ունենել, 4-5%-ի ժամանակ դա համարվում է բավականին ռիսկային տոկոսադրույք։ Երբ որ կիչնի այդ ավանների դիմաց տոկոսադրույքները, դրան համապատասխան բնականաբար կիչնեն նաև վարկերի տոկոսները։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 10-12 տարի առաջ բանկերում վարկային տոկոսադրույքները ամենակիչը 2 անգամ ավելի բարձր էին։ Կարող եք ցույց տալ մի արտադրություն, մի որևէ ճյուղ գյուղատնտեսական լինի, որը որ լինի, որտեղ որ գները իջել են 2 անգամ։ Չկա։ Հակառակը, ապրանքների գներն ամեն տարի մի քանի տոկոսով բարձրանում են, սակայն դա այլ հարց է։ Իսկ վարկերի տոկոսադրույքները տարիների ընթացքում ճիշտ է նվազել են, բայց այնտեղ էլ կան թաքնված ռիսկեր։ Բանն այն է, որ գովացվող տոկոսները երբեմն չեն համապատասխանում իրականությանը։ Անվանական կամ տարեկան տոկոսադրույքը դա այն տոկոսադրույքն է, որը տվյալ պրոդուկտի համար բանկը որոշել է։ Օրինակ, ասենք 12%, բայց չէ որ տվյալ պրոդուկտը, երբ որ հաճախորդը ձեռք է բերում այդ վարկատեսակը, այնտեղ կան լրացուցիչ տարբեր այլ վճարներ։ Բնակչության մոտ մեկ-մեկ այդ կասկածներ են առաջանում, թե ինչպես ստացվեց, որ մենք կարդացինք լրատվական միջոցներում, որ այս վարկատեսակը այսինչ բանկում այսքան տոկոս է, բայց ստացվեց, որ հետո ավելի տոկոս է, դա էլի եմ ասում փաստացի տոկոսադրույքն է, ինչպես մեր մոտ մեկ-մեկ էլ օգտագործում են այդպիսի խոսք, որը ես չեմ սիրում, էֆեկտիվ տոկոսադրույք է։ Էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկի մեջ մտնում են բոլոր այդ ծախսերը եւ դա իրականում ավելի բարձր է ստացվում, այսինքն դա կարող է հասնել միգուցե նաեւ ասենք մինչեւ չգիտեմ 13%-ի եւ այլն կախված ծառայությունների միջնորդավճարներից։ Փաստացի տոկոսադրույքը հաշվարկող այս բանաձևը կա բոլոր բանկերի ինտերնետային կայքեջերում, սակայն բանաձևից բոլորը չէ որ գլուխ են հանում։ Միտեղ շեղումը անվանականից կազմում է 0.5%, մյուսում 2, մեկ այլ բանկի օրինակում 6%։ Այդ թիվը մեծանում է կախված այն վճարներից, որոնք վարկարուն հավելյալ պարտավոր է կատարել։ Վարկի հայտի ուսումնասիրման, սպասարկման, կանխիկացման, գույքի գնահատման, ապահովագրության, նոտարական վավերացման վճարներ եւ այլն եւ այլն։ Երբ որ այդ ամեն ինչը մտցնում ենք վարկի տոկոսադրույքի հաշվարկման մեջ, այդտեղ դա կոչվում է տարեկան փաստացի տոկոսադրույք եւ բավականաչափ բարձր տոկոս է ստացվում։ Այնպես չի որ ներողություն սպանի չէ վարկառուի համար, բայց դա սպասարկման վարձ է տարբեր տիպի այլ գործառնությունների համար, որոնք որ մի փոքր ինչ բարձրացնում են անկասկած այն տարեկան, ինչպես դուք նշեցիք, տոկոսադրույքը, որը որ վերածվում է փաստացի տարեկան տոկոսադրույքի 24%-ով վարկը ո՞րն է։ Չէ, Ռոջան։ Դու մենակ երիտաբը սկզբնական խտաբանությունը սա փողա, սա 21000 դրամ են թողել, յանում դրանա 10000 մի տեղ եւ շատ գիտեմ ինչ։ Մեկ հիմա թուղթ տազում 5000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ, ոչ թե 30-40% բանալում։ 40% ու պենտալի, այդ խել գյուղացիները ինչ քարտա իրա գալքին։ Ստիպված մարդիկ վերցնում են։ Իհարկե մի փոքր կարող է լինել մինչև 1% կամ, չգիտեմ, 1.5, բայց 30%-ի հասնել 15%-անոց վարկը չեմ պատկերացնում։ Տոկոսների շեղումը տարբեր բանկերում տարբեր է, քանի որ վճարներն են տարբեր, բայց որ քաղաքացիները դժգոհություններ ունեն, չեն ժխտում նույնիսկ պաշտոնյաները։ Ֆինանսական համակարգի աշտարարի գրասենյակից փորձեցինք տեղեկանալ, որոնք են գլխավոր խնդիրները։ Հարցազրույցից հրաժարվեցին, բայց մեր հարցմանը գրավոր պատասխանեցին, որ 2013-ին բանկերի դեմ եղել է 706 բողոք, 208 պահանջ, դրանցից 123-ը վարկերի գծով։ Քննված գործերի 52%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի։ Բողոքներ, բողոքարկումներ շատ են լինում քաղաքացիների կողմից,
ելնելով նրանից, որ այս վարկը ինձ համար հարմար չէր, այս վարկատեսակը լավը չի եւ ես խափնվել եմ բանկերի կողմից, որովհետեւ ինձ պետք է իրենք բացատրեին ինչի մասին է խոսքը, կարող եմ մարել թե չէ, ամսական մարումով, եռամսյակային մարումներ կատարել թե ոչ։ Այդպիսի հարցեր կան եւ դրանք երևի թե ճիշտ հարցեր են։ Կենտրոնական բանկի նորմատիվային ակտերով սահմանված այդ դրույթի կիրառումից հետո հաճախորդը ավելի լավ է տեղեկանում, թե ինչքան է դառնում իր տոկոսադրույքը բոլոր այդ ծախսերը ներառած վիճակում։ Որտեղ փնտրել թաքնված տոկոսները, սպառողական կրեդիտավորման օրենքով փաստացի հրապարակումը պարտադիր է եւ քաղաքացին թերթելով պայմանագիրը կարող է ծանոթանալ անվանական ու փաստացի տոկոսադրույքներին։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Վարդան Ուրուտյանը վստահեցնում է, նույնը չի կարելի ասել գյուղատնտեսական վարկերի մասին։ Տարեկան փաստացի տոկոսադրույքների հրապարակումը գյուղվարկերի դեպքում պարտադիր չի։ Վերջին 2 տարվա ընթացքում 6 մարզի ավելի քան 50 համայնքում ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված սեմինարներ են անցկացրել։ Պարզել են, որ ֆերմերները պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է ձևավորվում վարկի տոկոսը։ Ընդհանրապես տեղյակ չէին անվանական տոկոսադրույքի եւ փաստացի տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին։ Տեղյակ չլինելն իր հետևանքներն է թողնում, հատկապես գյուղատնտեսական վարկի պարագայում։ Քիչ չէ, որ ապահովագրված չեն բնության արհավիրքներից, դրան էլ գումարվում են վարկերի հավելյալ տոկոսներն ու գյուղացին հայտնվում է անելանելի վիճակի մեջ։ Վերցել հեշտ է, տալն է դժվար։ Էնա, քանի օգուտում սղած բներից։ Ձեռներից առան, տնից հանին։ Ի թիվս այլ հայտարարությունների բանկերից մեկը այս կայքում տեղադրել է իր առաջարկները։ Տարբեր մարզերում բանկի սեփականությունն են դարձել բազմաթիվ բնակարաններ։ Նույնպիսի մի ցանկ էլ կա հարկադիր EM կայքում։ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներից փորձեցինք ճշտել, քանի մարդ է հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում։ Այստեղ եւս մեր հարցերը ստացան գրավոր պատասխաններ։ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013 թվականի առաջին եռամսյակում պահանջատեր Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի օգտին հարուցվել է 2433 կատարողական վարույթ, բռնագանձվել է 880 միլիոն 824 հազար 371 դրամ։ 2014 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի օգտին հարուցվել է 2300 կատարողական վարույթ, բռնագանձվել է 1 միլիարդ 13 միլիոն 839 հազար 501 դրամ։ Այս ամենը շատ դեպքերում կապված է լինում նաև հենց վարկառուի հետ, որը նախապես չի գնահատում իր հնարավորությունները։ Շատ դեպքերում հաճախորդները դրանից նեղվում են, երբ որ բանկի կողմից այդ վարկատեսակի մասով վարկավորումը չի իրականացվում, բայց իրականում ասեմ, որ բանկը նայում է հենց հաճախորդի տեսանկյունից եւ ինքը ավելի լավ է կարողանում գնահատել, թե ասենք հաճախորդը ապագայում խնդիրներ կարող է ունենալ, թե ոչ։ Մեկ էլ իրոք իրենց ընտրած վարկատեսակ ամենայն հավանականությամբ չի համապատասխանում իրեն կողմից ստացված եկամուտի միջոցով մարելուն։ Շատ վաղ չեն էլ հետաքրքրում, չեն հարցնում իրանց շտապ գումարը անհրաժեշտ, ստացվում է, որ բանկը տրամադրում է, բանկը համաձայնվում է, որ տրամադրի գումար, իրանք էլ սկի չեն էլ հարցնում։ Վարկերի ձեռքբերումը շատ դեպքերում աչքաչափի հիման վրա է, այսինքն դե մի 2 միլիոն վերցնենք կամ այսինքն չկա կոնկրետ խելամիտ բյուջետավորում եւ երբեմն միգուցե ավելի շատ են վերցնում, որը տանում է արդեն ավելի ռիսկերի։ Մենք նման դեպքերից խուսափելու համար ամեն դեպքում նայում ենք եւ գնահատում ենք հաճախորդի վարկունակության աստիճանը։ Եթե հանդիպում է այնպիսի դեպք, որը որ տեսնում ենք, որ հաճախորդը ապագայում հնարավորություն չունի մարելու, թեկուզ գրավով վարկերի դեպքում նույնիսկ ասենք գրավի մեծությունը մի քանի անգամ ավելի շատ է, վարկգրավ հարաբերակցության տոկոսը բավականին լավ է, ամեն դեպքում եթե մենք տեսնում ենք, որ հաճախորդը վաղը միսօր կանգնի փաստի առաջ, այդ ժամանակ մենք ենք ֆինանսական մասնագետները, մենք ենք հաճախորդին խորհուրդ տալիս, որ չօգտվի այդ ծառայությունից։ Միանգամից ցանկալին ունենալու ձգտումով երբեմն քաղաքացիները հաշվի չեն առնում, որ պետք է վճարել ավելին, քան վերցրել են։ Եվ քանի որ կյանքն անկանխատեսելի է, հնարավոր է պարտքը մարելու պարտականությունը մնա երաշխավորի կամ էլ հարազատների վրա։ Այդ ամենը բացառելու համար Հայաստանի բանկերի միության նախագահը խորհուրդ ունի։ Նախ եւ առաջ ծանոթանալ վարկատեսակներին, ընտրել ամենահարմարը, հետո ամենակարևորը, նախքան պայմանագրի ստորագրումը ամբողջությամբ այն կարդալ։ Որևէ բան ստորագրելիս
Իսկ այդ որևէ բանը դա կարող է լինել վարկային եւ գրավային պայմանագրեր, հիմնականում դրա մասին է խոսքը, մանրակրկիթորեն պետք է ուսումնասիրվի։ Երբ որ կարողացում ես պայմանագիրը միջև շատ բան է պարզվում։ Պայմաններին լրիվ ծանոթացել եմ, լրիվ իրանք ծանոթացրել են, միջև չեմ ծանոթացել, չեն թողել ստորագրեմ։ Եթե ստորագրեցին, ուրեմն համաձայն են։ Իսկ հետո ասել, որ ես անգրագետ էի, ես չհասկացա, դա սխալ է։ Ինչպես վարկի պայմանները, այնպես էլ պայմանագրի շատ դրույթներ, աշխատակիցները իհարկե պարտավոր են հաճախորդներին ներկայացնել, բացատրել։ Աշխատակիցը կբացատրի, բայց միևնույնն է դա չի բացառում, որ հետագայում ասի ես չեմ հասկացել, ես կիսագրագետ եմ, ես այսպես խաբել են ինձ։ Խաբված չզգալու համար անհրաժեշտ է հետևել մասնագետների հորդորներին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, դուռդ փակ բայիր, հարևանիդ գողմի անվանիր։ Վարկերն իսկապես մեր քաղաքացիներից շատերի համար դարձել են կենսաձև, միայն թե կան առօրեական խնդիրներ, որոնք անգամ դրանց օգնությամբ չես լուծի։ Չէ, մեր ռեպորտաժն ամենևին էլ ռոմանտիկ տրամադրության ու անձրևի մասին չէ։ Մթնոլորտային տեղումներն ավելի լուրջ դեր ունեն։ Դրանք կուտակվում են ու ձևավորում ստորգետնյա ջրերի պաշարը։ Իհարկե սա ոչ բոլոր երկրներում ու ոչ բոլոր տարածքներում։ Ստորգետնյա ջրերն առաջանում են միայն լեռնաշղթաների ու լեռնային գոգավորությունների շրջանում։ Խորը հորիզոններում աղի ջրերն են, մակերևույթին ավելի մոտ քաղցրահամ ջրերը։ Մինչև 300 մետր, ոչ տեղում 400 մետր է հասնում։ Դրանք քաղցրահամ ջրերի կուտակման վայրեր, որոնք մթնոլորտային տեղումների հետևանքով են առաջանում։ Արտեզյան ջրեր, հենց այսպես է կոչվում քաղցրահամ ստորերկրյա ջրերի տեսակներից մեկը։ Գիտական գրականության մեջ դրանք հայտնի են ճնշումային ջրեր անունով։ Արտեզիա անվանումը գալիս է Ֆրանսիայից, Ֆրանսիայում այդպիսի բնակավայր կա։ 19-րդ դարում ֆրանսիացի մի գյուղացի հորատեց իր այգում եւ այնտեղից ջուր ստացավ, որը շատրվանեց։ Որ Հայաստանում էլ արտեզյան ջրի պաշարներ կան, պարզվել է ոչ այնքան վաղ անցյալում։ Ցարական Ռուսաստանի օրոք, երկաթուղու շինարարության ժամանակ։ Ջավախքի լեռնաշղթան, Արագածի զանգվածը, Գեղամա լեռները, Վարդենիսի լեռնաշղթան, Սյունիքի բարձրավանդակը։ Այս տեղամասերում մթնոլորտային տեղումները թափվելով ներծծվում են գրեթե ամբողջությամբ երկրի խորք։ Ստորերկրյա ճանապարհով ռելիեֆով դեպի ներքև ջրերը շարժվելով կուտակվում են միջլեռնային գոգավորություններում։ Խոշոր գոգավորություններից են Արարատյան գոգավորությունը, Մասրիկի գոգավորությունը, որտեղ հորատանցքերի օգնությամբ կարելի է ստանալ ճնշումային ջրեր։ Դրանք կարող են օգտագործվել պոմպերի օգնությամբ եւ կարող են օգտագործվել առանց պոմպերի։ Եթե շատրվանում են երկրի մակերևույթից բարձր, օրինակ Արարատյան արտեզյան ավազանի կենտրոնական մասերում, դրանք օգտագործում են առանց պոմպերի։ Արտեզյան ջրի շատրվանող տեսակը վերջին տարիներին կրճատվել է, հատկապես Արարատյան արտեզյան ավազանում։ Հորատանցքերի թիվն ավելացել է, ստորգետնյա ջրերի քանակը նվազել, իսկ Արարատյան դաշտն էլ անապատասման վտանգի առաջ հայտնվել։ Դա արդեն փաստ է, իրողություն է, որ արտեզյան ջրերը պակասել են։ Արարատյան դաշտը գտնվում է շատ ծանր վիճակում, իսկապես հողը չորանում եւ որակը փոխում է, ստրուկտուրան դառնում է ոնց որ անապատային հող։ Համարյա կրկնակի ջուր է վերցվել, քան նորմալ թույլ է տալիս։ Մարդիկ լքում են իրենց գյուղերը, բնակավայրերը մի պայմանով, դա ջրի պակասն է։ Մենք զգում ենք, գյուղացիներն են զգում, ժողովուրդն է զգում, որ սնանկանում է արտեզյան ջրավազանը։ Այս խողովակից արտեզյան ջուր է հոսում առանց պոմպերի, այն շատրվանում է սեփական ճնշմամբ ու մատակարարում ամբողջ Սիփանիկի բնակչությանը։ Հենց այսպիսին է շատրվանող արտեզյան ջուրը, այն երկրին դերքից մակերևույթ է դուրս գալիս առանց պոմպի, բայց տուն հասցնելու համար պոմպեր այնուամենայնիվ անհրաժեշտ են։ Հիմա խմելու ջուրը նասոց ենք միացնում, մի կերպ հանում որ խմենք։ Իսկ առաջ մի 15 տարի առաջ մի իսկական ջուր ենք ունեցել։ Տեղի բնակչությունը ինքնաբուխ ջրից կարողանում էր օգտվել էներգիայի համար, պոմպերի համար չէր օգտագործում էներգիա, ջրի ինքնարժեքը ծրի էր ստացվում։ Գիտենք գյուղացիների վիճակը եւ էներգիայի արժեքը։ Շատերը չեն կարողանում այդ գումարները վճարել։ Համ պակասել է,
ինչ որ էլ մնացել էր գյուղին բավարարում էր, գյուղապետը կդրե տվել մարդիկ ցուկ են պահում։ Սիփանիկի բնակչուհին ձկնաբուծության զարգացման ամենևին էլ դեմ չէ։ Օրինական թույլտվությամբ հորատանցքեր շահագործողներից չի դժգոհում։ Զայրույթը նրանց դեմ է, ովքեր գյուղին բաժին հասնող արտեզյան ջրից են օգտվում։ Արտիզանից խողովակներ միացրել տարել են իրանց հայատներ, Փարիզ պապատել են, որ ժողովուրդ չտենան, առանց թույլատվությամբ։ Իմ կարծիքով ձկնաբուծական ցուկ աճեցնելու պատճառով է։ Ձկնաբուծականի պատճառով եղել, որ այսքան պակասել է ջրը։ 100-ից 150 մետր խորության վրա դուրս է գալի ինքնաուս։ Ստեյց արդեն բաժանվում է տների վրա։ Այս հորատանցքն արդեն Սիս գյուղին է պատկանում։ Գյուղի ջրամատակարարումն ապահովելու համար այսպիսի մի քանի տասնյակ հորատանցք կա։ Այս ջուրն օգտագործում են եւ խմելու, եւ ոռոգման համար։ Այդքան լճեր ասարկվել, այդ լճերի շնորհիվ ջուր չունենք։ Մի 5 տարի առաջ որ բացում ենք, մի կես ժամ չէր քաշում, ասենք 100 մետր ոռոգելու համար, հիմա մի մարկի վրա որ ասենք մշակվող հողա ժամերա պետք որ ջրի առավոտ շուտ արտնանաս ասենք 5-ի 6-ի կոմերը որ ջրես այն մի հարևանը քեզանից չդժգոհի։ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի հորատանցքերից մեկն է։ Այն աշխատում է միայն մի դեպքում, երբ գյուղում էլեկտրականություն կա։ 4000 բնակիչ ունեցող գյուղի լույսերն անջատվում են, թե չէ զրկվում են նաև ջրից։ Նախկինում նման խնդիր չի եղել։ Ջուրն առատ էր, հոսում էր սեփական ճնշմամբ։ Հիմա այն հողից դուրս բերել միայն պոմպերն են ունակ։ Մենք ջրի մեջը կորած ենք, քնենք ջուր ունենք, որ ամբողջ աշխարհը մեր կողմն են գալի։ Հոսանք անջատված ջուր չունենք, ծառավ կմնանք։ Կարող է պատահ 3 օր էլ հոսանք չլինի, այդպես 3 օր էլ ծառավ կմնանք։ Հիմի ջուր չունենք որ բաղել անենք, այգի չկա, վերացել։ 60 հատ խորատանց չորացավ։ 800 հեկտար վարելա հողերը զրկվեցի ոռոգման ջրից։ Հովտաշատի 16 տարվա համայնքապետը հիմա էլ այդ պաշտոնում չէ, բայց գյուղի խնդիրներով շարունակում է մտահոգվել։ Իր պաշտոնավարման տարիներին բազմից է հազանգել, անխնա ջրօգտագործման հետևանքները կարող են անդառնալի լինել։ Առանց ուսումնասիրելու, տեղական զննելու եւ դրա առանց նախապես ժողովրդի խմելու ոռոգման ջուրը ապահովելու Նույն չէր թույլատրում այդքան ձկնաբուծական տեսորից զարգացնել։ Արարատի մարզի Հայանիստ գյուղն է։ Այստեղ եւս մարդիկ օգտվում են ստորերկրյա ջրերից, միայն թե արտեզյան ջրերը խնդիր են դարձել նաեւ Հայանիստում։ Արտեզյան ջրերը սաղ նստել են, չորացել են։ Հա, չորանում են ծառերները, հա։ Ոռոգման ջուր չկա։ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի վիճակը այսօր նախանձելի չէ։ Ստեղծված վիճակի մասին գիտեն նաև համապատասխան գերատեսչություններում։ Խոստովանում են, արտեզյան ջրի քանակը պակասել է մեծածավալ ջրառի պատճառով։ Եթե նախկինում մակարդակները 10-15 մետր էին, այսօր իջել են 4-4-5։ Տեղունացան կենտրոնացված տեղունացան Արմավիրի, Արարատի մարզերում, Արաքս գետի հետ հատվածում Նոսես կենտրոնական մասսայական ջրի արտամեղումն է օգտագործում, որը բերես նրան, որ մենք թե առաջ ունենք մենք 35000 հեկտար տարած ստորգա ջրի շատրվանող ջրի տարածք, հիմա մնացել են 10000 հեկտարը։ Պարզվում է վերջին տարիներին արտեզյան ավազանից ավելի շատ ջուր է դուրս բերվել, քան բնության վերականգնողական հնարավորություններն են թույլ տալիս։ Կամ մի հորատանց թույլ տալիս է մեկ ուրիշը, կամ մի հորատանց թույլ տալիս է իրականապես չպետք կա մեկ հորատանց, ուրեմն չի կարելի հաջորդը փորել։ Ներկա ժամանակ կա 3500 հորատանցք, որից ջրօգտագործման թույլատրություն ունեն եւ սկսում են այդ կանոնավոր օգտագործել մոտավորապես 1500։ Եվ թույլտվություններն են շատ ավելի շատ եղել, քան բնությունը կարող է վերականգնել։ Եվ միաժամանակ անօրեն նաեւ հորատանցքեր են եղել։ Սկսես massական քանակությամբ ջրօգտագործման թույլտվություններ տալին առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ստորգա ջուրին օգտակար հանածոյը պետք է ընդհանրի օգտակար հանածոյի համար յուրահատուկ բոլոր մեթոդների մեթոդաբանական ուսումնասիրություններին։ 7 տարի անընդհատ ջրառը աճել է եւ անվերահսկելի է եղել փաստորեն այդ գործընթացը եւ հիմա ունենք այդ շատ լուրջ էկոլոգիական աղետի արդյունքը։ Ամենաթողությունն ու սխալ կառավարում, այսպես են բնութագրում ստեղծված իրավիճակի պատճառները ջրաբաններն ու էկոլոգները։ 30 տարուց ավել մենք չունենք ջրային կադաստր, որպեսզի իմանանք, որտեղ ինչքան ջուր ունենք։ Եթե դու ուզում ես ջուր օգտագործես, քաշի որտեղից ուզում ես այդ ջուր, կարելի է, չի կարելի, խանգարում է, չի խանգարում, վտանգ է ներկայացնում, կապ չունի, փողմոցում ես ջուր կա։ Բնապահպանության նախարարության ոչ թե մեկ, այլ մի քանի կառույց է հարցով զբաղվում։ Պատասխաններ նրանցից ստանալ չհաջողվեց, խնդրի վերաբերյալ զրուցելու պատրաստակամություն միայն հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնը տվեց։ Տեղեկացրին, ինչպես կառավարությունն էր որոշել, սկսվել է հորատանցքերի փակման գործընթաց։ Վերջին 2 ամիսներին մոտ 7 տասնյակ հորատանցք է փակվել, էլի են փակվելու։ Պետք է լուսարվեն տիրազուրկ հորերը,
պետք է կանսերվացվեն այն հորատանցքերը, որոնք այսօր պետք չեն, բայց ժամանակին դրանք կարող են օգտագործվել։ Մարդիկ բողոքում են, ասում են, փակում են այն հորերը, որոնք հազիվ մեզ բավարարում են խմելու ջրի եւ մեր տան առօրյա կարիքները։ Իսկ այն, որ շատրվանում են եւ թափվում են եւ իրոք ափսոս է այդ ջուրը կորում է, դրանք փակող չկա։ Այդ որոշումը հորերը փակելու սուտ որոշում է, ով որ ուժ ունի եւ արդեն փորել է մեծ հոր, որը չգիտեմ ինչ որպես նասոս դուրս է բերում այդ ջուրը, ստորգետնյա ջուրը, ոչ մի այդպեսի հոր փակված չի։ Ոչ ոք չի փորձում այնտեղ մտնի, որովհետև նրանք պատկանում են լրիվ ուրիշ մարդկանց։ Ի դեպ ստեղծված իրավիճակից պակաս անհանգստացած չեն հենց ձկնաբույսները։ Պատրաստում եմ փակել $150,000 էլ վարկ ունեմ։ Փակեմ, պրծնեմ, որտեղ ջուր չունեմ։ Արդեն 7 տարի գործող ձկնաբուծարաններից մեկը քայքայման եզրին է։ Ստորգետնյա ջրերի նվազումը նրանց գործին է խփել։ Սկզբնական շրջանում 150 լիտր վարկյան ջուր ունեինք, իսկ 30 լիտր ջուր չկա։ Եթե մի մարդուն 20-30 թույլտվություն են տալիս արտեզյան հորա օլիգարխները անում են, մեր նման գյուղացիքներ ոտի տակ եթում են։ Ձկնաբույսը տեղեկացնում է, թեև թույլտվություն ունի, բայց հիմա էլ նոր օրենքներ են ուժի մեջ մտել ու նոր պահանջներ ներկայացվել։ Դրել են, չգիտեմ, ասում են լիցենզիա պետք է հանես, այն ժամանակ որ թույլ էին տալիս արտեզյան հորին, հորատուն, բանին անում, լիցենզիայի մասին մտածում։ Մի ասում եմ դի բերես կամ փոխտաս, որ ձկնաբույս դառնաս։ Ես չեմ ուզում որ փակվեն ձկնաբուծարանները, որովհետև դա էլ իրոք աշխատատեղեր են եւ ափսոս է եւ զարգանում է այդ ուղղությունը, պետք է կոմպրոմիսային տարբերակ գտնել։ Լիցենզիա ստանաս կամ չգիտեմ ջրի արժեքը տասնապատիկ թանկացել է, էս արը, բայց ժամանակ մենք որ այդ պայմանները լիներ չէին անի։ Ստորգետնյա ջրի պաշարները փրկելու այս քայլերը ձկնային տնտեսության ղեկավարի կարծիքով այնքան էլ արժանահավատ չեն։ Արարատյան դաշտը փրկել են ուզում, այլ ուղիներ պետք է փնտրեն։ Եթե Արարատյան հարթավայրում կարողանան ջրամբար կառուցեն, ձկնաբուծարանների ջրերը հավաքեն այդ ջրամբարում, երկու Արարատյան հարթավայրի հողերի նման ջուր բանը ոռոգում կատարվի։ Իրանց հետադարձ ջրերը չեն օգտագործում։ Նրանք չէ որ կարող են ոռոգման համար օգտագործվել։ Անպտության են մատնված ոչ միայն ձկնաբուծարաններից բաց թողնվող, այլև հենց գյուղերի շատրվանող ջրերը։ Օրինակ այս մեկը ենթակառուցվածքների բացակայության ու խողովակների մաշվածության պատճառով տարին 12 ամիս արտեզյան ջուրը հոսում է ու շատ տեղերում ճահճանում։ Վենտիլ չունենք որ փակեն։ Այդ շատրվանող հորերի ջրերը կուտակվում են ինչ-որտեղ եւ ստեղծում են ճահճացում։ Սա այն դեպքում, երբ ստորգետնյա ջրերի պակասը կարող է խաթարել նաեւ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Ջրի պակաս է եղել ռեակտորը սառեցնելու համար, դա իհարկե մեծ վտանգ է։ Եվ վերջում ջրի քանակային փոփոխությունը մասնագետների կարծիքով կարող է բերել նաեւ որակական փոփոխության։ Գերշահագործման հետևանքով քաղցրամ ջրերը խառնվում են աղի ջրերին, կորցնում իրենց բարձր որակը։ Գրանցվել է ջերմաստիճանի բարձրացում, հանքայնացման բարձրացում, որի հետևանքով նաև կոշտությունն է բարձրանում։ Ձկնաբույսներն իրենց գործի համար են անհանգստանում, գյուղացիները ջրի, իսկ բնապահպանները երկրի էկոլոգիայի։ Մի բան ակնհայտ է, խնդրի լուծելու համար խելամիտ ու համապարփակ մոտեցում է անհրաժեշտ։